Ես պատրաստ եմ, միշտ էլ ասել եմ, պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Հիմա արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու։ Որովհետև չարտարացվեցի։ Տնային կալանքը փոխեց, վերացրեց։ Հա, այդ։ Ավելի լավ էր պահես։ Ինչու։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայել։ Սրբազան ոնց հասկացա, արդեն կարող եք նաև պատարագը մատուցել, այո, դրա հետ կապված։ Այո, երևի թե հա։ Ինչպիսի զգացողություններ են լինելու առաջիկա կիրակին արդեն խորանին եք լինելու, կարելի ասել։ Ես միշտ էլ եղել, արդեն վերջերս միշտ էլ եղել եմ եկեղեցում, այնպես որ նոր խորանին բարձրանալը կտեսնենք եւ կբարձրանանք։ Թեմակալ առաջնորդները ամեն կիրակի չեն պատարագում։ Սրբազան դեր ասած այդ արտահայտությունների հետ կապված, դուք հայտարարեցիք նաև փաստաբանները, որ դա հանցագործություն չէ, ինչպես եք հիմա գնահատում տեղի ունեցածը։ Տեղի ունեցած այսինքն։ Այդ մեղադրանքը, որը ձեզ առաջադրեցին։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչը Կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Ձեր առողջությունը ո՞նց է։ Փառք Աստծո, ավելի լավ քան առաջ։ Սրբազան հայր, հոգևորականներն ազատության մեջ են, բայց եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։ Ինչ է կարծում, ի վերջո եկեղեցին կհաղթահարի այս փորձությունները, որ այսօր։ Այդ որ փորձությունը չի հաղթահարել, որ սա չպետք է հաղթահարի։ Դուք հնարավոր համարում եք, որ վեհապարին կկալանավորեն այս իշխանությունը։ Աստված մի արասը, եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի։ Դուք կշարունակեք քննադատել իշխանությունների։ Չէ, բավարի շոյեն, չէ, պիտի գլուխները շոյեն։ Չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտումներ որակվի։ Դե իմ գոյությունը արդեն իրենց գաղափարին վնաս է։ Իմ գոյությունը իրենց գաղափարին վնաս է։ Այստեղից հիմա ինչ եք պատրաստվում անել։ Հիմա պատրաստվում եմ թողեք, ուզում եմ գնալ Բագրատ Սրբազանի տեսնեմ։ Դատին։ Այո, չեք թողնի։ Այսինքն Հետո պիտի գնամ Էջմիածին վեհապարին տեսնեմ։ Հետո պիտի գնամ տուն։ Իսկ եկեղեցու դեմ արշավին միացած ձեր հոգևոր եղբայրներին տեսնելիս ինչ կասեիք։ Ինչ որ ասել եմ։ Տիրադավներ։ Հա, իհարկե։ իսկ ներման ճանապարհ ունեն իրենք։ Այո, եթե զղջան, վերադառնան, Պետրոսի նման լացեն, այո, ինչ չէ։ Դե որոշողը դա վեհապարն է, մենք չենք։ Սրբազան, ինչու առաջին հենց Բագրատ Սրբազանին եք քննադատում։ Բա իմ բանդակից եղբայրն է 6 ամիս, 7 ամիս միասին նույն խցում ապրել ենք։ Բա ում գնամ տեսնեմ։